Կույսեր եկեք տեսնենք ձեզ ովքեր ծնվել են կույս համաստեղության ներքո ձեզ ինչպիսի փոփոխություններ է սպասվում, ովքեր ծնվել են կույս համաստեղության ներքո քարտը ինքն իրան ընկավ ամբողջ մայիս ամիսը 2025 թվականին Կույսերի կյանքում փոփոխություններ տեղի կունենան, որոշումներ կլինի, միգուցե էմիգրացիայի հետ կապված հարցեր կծագեն, բայց վստահ չեք լինի արդյոք արժի տեղափոխվեք թե ոչ։ Դա դեռ ընտանիքով կցանկանաք որոշում կայացնել գնալ, բայց այդ հարցը կլինի արդիական։ Հնարավոր է նաև կույսերի կյանքում առողջական ինչ-որ խնդիրներ լինի, խորհուրդ եմ տալիս հետևեք ձեր առողջականին, սա կանանց համար, տղամարդկանց մոտ հնարավոր է մրսածության հետ կապված լինի պրոստատի հիվանդություն, հետևեք ձեր առողջականին, որպեսզի դա ձեզ մոտ չդառնա քրոնիկական։ Սիրո հետ կապված հարաբերություններում կույսերի մոտ փոփոխություններ են սպասվում, դուք կզգաք, որ ձեր պարտները այն չի, ինչ որ մի բան թաքցնում է, պրիլիվ եւ ատլիվ կլինի, այստեղ խանդը կարող է մեծ դեր խաղալ եւ այլը։ Այնպիսի տպավորություն կլինի ձեզ մոտ, կարծես ձեր պարտները ձեզ դավաճանում է, Կույսեր 2025 թվականի ամբողջ մայիս ամիսը, եթե ինչ-որ փաստաթղթային ստորագրություններ են լինելու մայիս ամսին, խորհուրդ կտամ հետաձգեք, որովհետև այստեղ կա խաբեություն։ Կարող եք հետաձգել կամ ընդհանրապես չպայմանավորվել այդ մարդկանց հետ։ Չաղկալ աչքերով մարդիկ կարող են լինել կամ մուգ շագանակագույն խաբեբաները, հեռու մնացեք, նույնը տարոք հարտերի հետ կարող է կապված լինել։ Ինչ-որ մարդկանց մոտ կարող է դիմեք եւ ձեզ իբր թե հարցի լուծում եք ցանկանում ստանալ, սիրելի կույսեր, եւ ձեզ կարող են նրանց թակարդն ընկնեք եւ ձեզ բավականին խաբեն եւ կոդավորեն։ Նաեւ այսպիսի ինֆորմացիա է գալիս։ Նաեւ կույսերի կյանքում կարող է հայտնվել մի այնպիսի անձնավորություն, ով կարող է խորհուրդ եմ տալիս չվստահեք, ինչու, որովհետեւ աղվեսը նաեւ կարող է ցանկանալ ձեզանից ստանալ այն, ինչ իրեն պետք է եւ անհայտանալ, նույնը գործնականի հետ կապված, միգուցե կանց ձեր շրջապատում, կոլեկտիվում, ով ձեր մեջքի ետևում ինչ որ բաներ է տարածում, որպեսզի զբաղեցնի ձեր տեղը, զգույշ եղեք։ Եթե զգույշ եղաք, որոշ մարդիկ կարող աշխատանքից դուրս գան, որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ։